Նախ սկզբից կարող եմ ասել, որ Արցախի տարածքում ըստ նախնական տվյալների եղել են 10,000-ից ավելի հուշարձաններ։ Այդ 10,000-ից ավելի հուշարձաններից շուրջ 6,000-ը վկայագրվել, հաշվառվել, վկայագրվել եւ գտնվում է փաստորեն ավարտված փուլում հիմնականում։ Փաստորեն դա բավականին մեծ մասը հիմնականում մենք վկայագրել ենք։ Ինչ է ստացվում։ Հիմա այս վերջին 2 տարվա ընթացքում հատկապես հատուկ նպատակաուղղված, որպես պետական քաղաքականություն Ադրբեջանի կողմից կանխամտածված ավերում է մեր հուշարձանները։ Հիմնականում նրանց հիմնական նպատակն էր վերացնել հայկական հետքը, որպեսզի եւ ցույց տալ, որ դա իրենց քաղաքն է, օրինակ դա մեծ դեպքեր շատ կան, հատկապես Շուշիում, հետո Ստեփանակերտում եւ այլն։ Մի խոսքով հայկական հետքի նորի նպատակը հայկական հետք։ Դա է հիմնականում։ Դա համար ինչ է կատարվում։ Դա համար ընդհանուր առմամբ իմ տվյալներով 800-ից 1000 հուշարձան կան նաև այնպիսին, որ մենք չգիտենք։ Արդեն ավերվել է, պղծվել է եւ այլն եւ այլն։ Օրինակ Շուշիում դուք երևի տեղյակ եք, որ եղել է հայկական 7 եկեղեցի 19-րդ դարի կեսի տվյալներով, այդ 7 եկեղեցուց մինչև այս պատերազմը մնացել է 4-ը, որից 2-ը կիսավեր քանդված վիճակում էր գտնվում։ Հիմա այդ 4-ի հետո եւս 2 հատ կանգուն վիճակում, մեկը կանաժամն էր, մեկը Ղազանչեցոց գլխավոր տաճարը, այդ եկեղեցին, արդեն չկան, մնացել է Ղազանչեցոցը, այն էլ համարում են ոչ հայկական, այսինքն իբրև ուդիական։ Փաստորեն վերացվել է քաղաքի ամենահնագույն Ղազանչեցոցի վերև գտնվող մի հատ ամենահնագույն գերեզմանոցը հարթեցվել է, ամբողջ շինարարական աղբը թափվել եւ ծածկվել։ Բացում են ամբողջ քաղաքի պատմական միջուկը, ժողովրդական տներ եւ այլն, հիմնականում վերացված է։ Պահպանել է միայն այն շենքերը, որոնք կարծեցյալ դիտվում են որպես իրենց ազգային պատկանելիության շենքեր։ Ցուցահանդես են բացել, ցուցադրություն եւ այլն, հարթվարեն տեղից բերել են հուշարձաններ, այդ թվում մեր հնագետների կողմից կուրքեր եւ այլն, եւ ցուցել են ցուցադրել։ Այսինքն թողել, դա իրանք էլ չունեն ստորինք ընդհանրապես տեղափոխել հուշարձանները։ Բոբալի վիճակում ա գտնում նաեւ շրջակա գյուղերի վիճակը, Քարինտակ գոյություն չունի, ես Քարինտակում 2003 թվականին հաշվառել եմ 81 հուշարձան, հիմա չգիտենք դրա ճակատագիրը ինչ է։ 2003 թվականին դերևս։ Բայց փաստաթղթավորված եւ այլն նկարներով դա կա։ Կան նաև այլ բնակավայրեր, որոնք չկան, հուշարձաններ, եկեղեցիներ եւ այլն, հիմա ես չեմ ուզում ծավալվեմ։ Միան ասեմ, որ վատ ամենախթար վիճակում է Ստեփանակերտը, մոտ 100 հուշարձան հիմա փաստորեն Կիսանդրի, Աղբյուրի շենք, հուշադրական կոթող եւ այլն գոյություն չունեն։ Բացի դրանից, որ շենքեր էլ կան, որոնք գոյություն չունեն, այդ մասին բոլորը գիտեն, շատերը գիտեն, վերացվել է ամբողջ Թումանյան փողոցի պատմական միջուկը, հարթեցվել եւ զբոսայգի է սարքվել։ Մի խոսքով նրանց հիմնական նպատակն է եղել վերացնել հայկական հետքը եւ այդպես էլ աստիճանաբար դա կատարում է այն բոլոր հուշարձանները, որոնք վերաբերում են հայնական պատերազմի եւ պատերազմի ժամանակ եւ արցախյան ազատամարտի տարիներին կանգնեցված հուշակոթողները եւ այլն դրանք պարտադիր կարգով պետք է համարենք, որ այլևս չկան։ Իհարկե որոշ հայնական պատերազմի կոթողները կարող են պահպանվել լինել, բայց արցախյան աստագարական պայքարից հետո ստեղծված այդ հուշարձանները կարելի ասել, որ գոյություն չունեն, թվով 1000 հուշարձան։ Իրավիճակը հենց տենց է։ Ինչ է ստացվում։ Գրավել են տարածքը, օրինակ վերցնենք Ստեփանակերտը եւ այդ ամբողջ գլխավոր պողոտաներից մեկը Մաշտոցի պողոտան փոխել դրել են Փանախանի պողոտա։ Ինչ է կատարվում։ Պաստորեն ինչ կապ ունի Փանախանը դրա հետ։ Ասելով, որ իբր թե Խանքանդին դա վերաբերում է խանին, Փանախանին, որ հիմնադրել է եւ այդ գյուղը, այդ բնակավայրը համարվել է խանի սեփականություն։ Բայց կան բազմաթիվ փաստեր։ Եվ պետք է ասել, որ ընդհանրապես խանը, ընդհանրապես այդ անվանումը խան հասկացության հետ, խան տիրակալ հասկացության հետ ոչ մի կապ չունի, ոչ մի առնչություն չունի։ Սկզբում եղել է Հանիշեն, այսինքն Հանիշեն, հա։ Հաներ են կոչվել բոլոր էլլերնային բարձունքները, որոնք հիմնականում գլխավոր բարձունքները, որոնց վրա որտեղ կային հիմնական սրբատեղիներ եւ այլն։ Այդպիսի անվանումներ, հան անվանումներ կան Արցախի տարբեր բնակավայրերում։ Ինչ է ստացվել։ Ստեփանակերտը հայտ է եկել այդ Շուշի հան բարձրավանդակի անունից,
այն որ Շուշին ունեցել է մի 4-5 անվանում տարբեր եւ որից առաջացել են շուրջ 10 բնակավայրի շրջապատում, որից մեկը Հանն է, դրա վկայությունն է Շուշի ձորում ժառի տակ գտնվող Հանոտ համանուն բնակավայրը, որը հիմա ասում ենք Հյունոտ, Հոնոտ եւ այլն, դա իրականում Հանոտն է, էլի։ Հիմա այդ Հանը լեռներին է վերաբերում։ Հիմա ինչ է ստացվել։ Ռուսները այստեղ հաստատվելուց հետո փոխում է ուղևորությունը, փոխում է գրագրությունը, անվանումներ, ցուցակներ եւ այլն, նույնիսկ փոխում են ռուսերեն են դարձնում եկեղեցական կալվածագրերը, մեր արխիվը որ նայեք, այնտեղ բոլորը կա, որ ռուսերեն է, հին ռուսական ուղղագրությամբ։ Փոխվում են նույնիսկ մարդկանց ազգանունները, Հակոբով, Պարոնով, Թամրազով եւ այլն, փոխվում է լրիվ։ Եվ այդ ընթացքում հան անվանումներ գրող տեղանունները ռուսների մոտ Հ տառի բացակայության պայմաններում գրվում է Խ, որպեսզի այսօր Հանիշենը Խանքենթի տարբերակով ասեն որ դա Խանն է հիմնադրվել եւ դա խանապատկան բնակավայր է։ Բայց կարող ենք բայց բարեբախտաբար կա մի զորեղ փաստաթուղթ Ստամբուլում մի վավերագիր արխիվային, որտեղ ներկայացված են խանապատկան բոլոր բնակավայրերը, որտեղ ոչ Խանքենթին կա եւ ոչ Փանահաբադը, որի թե Շուշին, որի թե Փանախանն է դա հիմնադրել։ Թե ինչպես է ծագել այդ առաջացել այդ փաստաթուղթը, դա աղա Մամեդ Շահի ժամանակներից է, երբ որ հարձակվել է եւ այլն, Իբրահիմ խանը փախել է, հետո դրանից հետո էլ որ հետա վերադասել այդ փաստաթղթերը, չկան նորից նա ինքը դիմել է գյուղերին եւ այլն, որից նորից փաստաթղթեր կազմեն եւ այլն, որ այդ փաստաթուղթը, որ այդ բնակավայրերը, այդ հողահանդակներ եւ այլն, պատկանել են իրեն, որը նա ստացել է ժառանգաբար եւ գնել է փողով, который он получил по наследству и купил за наличные деньги։ Հիմա կարող եք ասել, չէ՞ որ Փանախանը ուր, մեկը ուր, Իբրահիմ խանը դա ուշ փաստաթուղթ է, քան Փանախանի ժամանակ, չէ՞։ Դա խոսում է ամասի, բայց չէ՞ որ նա եղել է Փանախանի որդին, հետեւաբար ժառանգության առումով պիտի այդ գյուղը լիներ այդ ցանկում։ Ինչպես նաև Փանահաբադը, բայց ոչ մեկն էլ չկա։ Այսինքն դա խոսում է այն մասին, որ Խանքենթին իրոք որ լեռնանուն է եւ դա Փանախանի հետ ընդհանրապես խանի հետ ընդհանրապես կապ չունի, թող նրանք ուսումնասիրեն իմանան, ունի թե չունի։ Եվ այդ Հան անվանումները դարձել են Խ, օրինակ լեռնային բարձոք մոտը Բովուր Հան, որ Հանը դարձել է Բովուր Խան։ Այդ լեռը ինչ կապ ունի Խանի հետ։ Համանուն օրինակ Մարտունին Հանիշենը կամ Հոնաշենը դարձել է Խանիշեն, հատկապես ռուս-պարսկական առաջին երկրորդ պատերազմների առիթով դա ներկայացվում է։ Այսինքն իրավիճակը այնպեսին է, ուզում եմ վերջնականապես դուք դա տեղակ լինեք, որ դա բացարձակապես կապ չունի Խանի հետ եւ իզուր են այդ բոլոր բաները տարածում, որ սա մեր քաղաքն է, Խանն է հիմնադրել եւ այլն։ Դա միամտություն է ուղղակի, եթե չգիտեն, թող պարզեն։ Այդ փաստաթուղթը նշեցիք Ստամբուլում է գտնվում։ Այո, այդ փաստաթուղթը գտնում է Ստամբուլում, Պատճենը գտնում է Բաքվում եւ այդ փաստաթուղթը 1988 թվականի Известия Академии наук Ադրբեջան տպագրվել է։ Այնպես որ դա պատահական չեմ ասում։ Եթե ասում եք որ դա լեռնից, ես ասում եմ դա հիմնավորված որ լեռնանուն է Հանը։ Հանոր շատ անվանումներ կա, լեռնանուններ, որ դարձել են Խան։ Ճիշտ է։ Հա։ Այս եթե դա բայց փաստաթուղթը կա, բայց բոլոր դեպս խանապատկան չի։ Խանի հետ կապ չունի, ուր է խանապատկական։ Փաստաթուղթում 28 գյուղ է։ Այդ 28 բնակավայրից 20 հատը Մարտակերտի 8 հատը Մարտակերտի շրջանում, 20 հատը այսօրվա Ասկերանի շրջանում։ Ոչ մեկը ոչ Խանքենթի կա այդ ցանկում իրենց որպես սեփականություն եւ ոչ էլ Փանահաբադը։ Այդ բոլորը հեքիաթներ են։ Նրանք միամիտ քայլեր են կատարում այդ առումով, որովհետեւ թեկուզ այս վերջին հրդեհները որ կան, ես դա համարում եմ որպես կանխամտածված հրդեհ, որովհետեւ այնպիսի տեղեր հրդեհներ եղել, որ հնարավոր չի մի քանի տեղից հրդեհ առաջանա Հյուսիսում, Հարավում, Կենտրոնում եւ այլն։ Այսինքն դա կանխամտածած արել են երևի նպատակ ունել ինչ որ ձևով անտանելի վիճակ ստեղծել հետ վերադարձի համար, որտեղ իրենք ինչ որ ձևով կռահում են, չէ՞ որ մտածում են, չէ՞, ասում են որ կարող է հայերը հետ վերադառնան եւ որպես հակահարձակում, լավագույն պաշտպանությունը հարձակումն է եւ որպես հակահարձակում իրենք ասում են որ կա արևմտյան Ադրբեջան, գիրքեր են տպագրել եւ այլն, այսինքն Հայաստանի տարածք, այսինքն ասում են մենք պիտի հետ վեգանք։ Ադրբեջանցիները պետք է հետ վերադառնան, չէ՞, այդտենց են ասում, որտեղ իրենք արդեն զգացել են, չէ՞ որ հայերը այնպիսի պայմաններ կարող ասել, որ հետ վերադառնան, դրա անտանելի պայմաններ են ստեղծում։ Իհարկե, այդ ամենը արվում է հայկական հետքը վերացնելու համար, բնականաբար առանց դա հնարավոր չէ, որ ցույց տան որ դա իրենց քաղաքն է։ Օրինակ մի օրինակ էլ ասեմ ձեզ, Շուշում 1986 թվականին հաշվառված է եղել ընդամենը 4 հուշարձան, 4 մահմեդական մզկիթ,
20 տարի հետո խորհրդային ժամանակներում դրանց թվականակը 88 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որ ցույց տան համապատասխան տեղերը, որ դա իրենց շարժման ժամանակ, որ դա իրենց քաղաքն է եւ այլն, 10 մզկիթ ավելացրել են, դարել է 14-ը։ Փաստաթղթային է ավելացել։ Հա, փաստաթղթով որոշում են կայացել 88 թվականի համար հայկազնիկ իրենց նախարարների խորհրդի որոշումը ցանկը, հիմա որոշումի մոտ կա, ցանկն ես ունեմ։ Ես հաշվառել եմ, քանի որ ես վկայագրման աշխատանքներով եմ զբաղված, տեղյակ եմ քուրի Ձախապնյակ, Աչափնյակ եւ այլն, եւ ես կարող եմ համապատասխանությամբ ասել, որ Քուր գետի աջ ափից մինչեւ Նախճեվան էլ հետը 67 մզկիթ գոյություն ունի։ 25 հատ ընդեղ է Նախճեվանում, այս ցանկի Արցախի տարածքում, բուն հանրության տարածքում մի 25-26 հատ է, որից մեկը ձևախեղված, փոխված մզկիթ դարձրած ներկայիս Շահբուլաղի, ինչպես ասում են, տարածքում գտնվող Իջևանատան շենքը։ Այսինքն այստեղ որևէ բան չկա, բոլորը աղավաղվում է, ամեն ինչ վերագրվում է Փանախանին։ Ես խորհուրդ կտայի նաև այդ մարդկանց, որոնք Փանախանին այդքան աստվածացնում են, դա շատ կարևոր եմ ասում, նախ պարզեն, թե Փանախանը երբ է որպես խան հաստատվել Շուշիում, դա շատ կարևոր է, ասում են 12 տարի խան ա եղել, 12 տարից երբ է եկել հաստատել Շուշիում եւ քանի տարի է մնացել Շուշիում, եւ որտեղ է եղել նրան նստավայրը։ Կարան ասեն, թող գնան պարզեն։ Դուք ունեք այդ հարցերի պատասխանը։ Ես հարցերի պատասխանը ունեմ եւ շուտով այդ դրա մասին ես կխոսեմ, մի մեծ հարցազրույց կլինի շուտով այս մի քանի օրերը, ես կներկայացնեմ Փանախանին վերագրող այն շինցու փաստարկներ, որ Փանախանը կառուցել է ինչ քաղաքներ, ինչ բնակավայրերը, այսքան ամրոցներ եւ այլն, բոլորը սուտ։ Կարող եմ դա ասել, որ 100% բոլորը սուտ է։ Փանախանը ոչինչ չի արել։ Իրեն գերեզմանն է գտնում է, որ ասում են դա, իրեն գերեզմանն է գտնում է ոչ թե Աղդամում, ասում են Փանախանը Ղարաբաղցի։ Իրեն գերեզմանոցը, որ հիմա էլ քարոզությունը ոչ թե Աղդամում է գտնվում, այլ Բերդայում է գտնվում։ Եվ դա աղավաղումը գալիս է իրենց ժամանակագիր պատմիչներից։